Պուտինի Սումգայիթյան նավատորմը Դանիայի իշխանությունները ճշտել են, որ սեպտեմբերի 22-ից 23-ին Կոպենհագենի օդանավակայանի գործունեության 4-ժամյա խաթարման պատճառ հանդիսած հացադասներն արձակվել են Ռուսաստանի ստվերային նավատորմի նավերից։ Խոսքը Եվրահանձնաժողովի կողմից պատժամիջոցների ենթարկված լցանավերի մասին է, որ Ռուսաստանը տարբեր երկրների դրոշի տակ օգտագործում է նավթի արտահանում և իրացնում ապահովելու համար։ Ըստ տեղեկությունների, պատժամիջոցների տակ հայտնված 100-ից ավել լցանավերից 7-ն ունեն ադրբեջանական գրանցում։ Դրանց սեփականատերերն են հանդիսանում Սումգայիթ քաղաքի բնակիչ ֆիզիկական անձինք, որ Ադրբեջանի մաքսային և հարկային մարմիններում հաշվառված են որպես անհատ ձեռնարկատերեր։ Բաքվի իշխանության Հաքինազը դրանցից մեկի ծագումնաբանությունը հաստատել է։ Լցանավի սեփականատերերը գրանցված են Սումգայիթ քաղաքի Սուլ Խաղաղություն փողոց բազմաբնակարան շենքում։ Ըստ լրատվամիջոցի, ներկայումս Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը քննում է մի քրեական գործ, որ հարուցվել է մի շարք տնտեսվարողների դեմ։ Ըստ նախաքննության վարկածի, այդ տնտեսվարողները գործել են Ռուսաստանի հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո։ Նրանք սահմանափակել են ադրբեջանական նավթի արտահանումը, փոխարենը իրացրել ռուսաստանյան նավթը և այդպիսով փաստացի ֆինանսավորել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գավթողական պատերազմին։ Այս տեղեկատվության աղբյուրն անկասկած Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն է։ Մեծ է հավանականությունը, որ ներկայումս հետաքննվող գործարքը ոչ մեկի համար գաղտնիք չի եղել և կայացվել է 2022 թվականի փետրվարի 22-ին Կրեմլում Պուտին-Ալիև հանդիպմանը։ Տվյալ պահին կարելի է ենթադրել՝ Ալիևը պարզապես հարկադրված է բացահայտել Պուտինի Սումգայիթյան նավատորմի գաղտնիքը, ենթարկված լինելով Արևմուտքի և, հավանաբար, հատկապես Միացյալ Նահանգների ճնշումներին։ Սա արդեն Պուտին-Ալիև հարաբերությունների նոր ճգնաժամի վկայություն է։ Միայն պատկերացնել կարելի է, թե ինչ է ստվերային գործարքներ են իրականացրել Մոսկվան և Բաքուն, կամ նույնիսկ դեռ շարունակում են իրականացնել։ Պետք է միայն արձանագրել, որ Պուտին-Ալիև ծովահենային համաձայնությունները համընկնում են Լեռնային Ղարաբաղի վերջնական օկուպացիայի և հայ բնակչության էթնիկ զտման ժամանակին։